Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի արտաքին եւ ներքին կարևոր հարցեր։ Զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ իմ ընկեր Ռուբեն Մերաբյանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Նախորդին Բրյուսելում կարևոր մի փաստաթուղթ ընդունվեց։ Մենք սպասում էինք արդեն մոտ տարի եւ կես կարծեմ այդ փաստաթղթի ընդունմանը, պատճառներով միջև նոր ղեկավարություն եկավ Եվրամիությունում եւ կարծես հավանաբար նաեւ բովանդակային իմաստով այն հարստացավ այս ամբողջ ժամանակահատվածում, որտեղ նոր իրողությունների հայտ եկան, այդ թվում նաև կարծես մոլդովական հատկապես իրադարձությունները ավելի մեծ արժեք հաղորդեցին։ Օգոստոսի 8-ի վրա է այսպես ներկառուցվում, ինչը նաև նախորդած 2024 թվականի ապրիլի 5-ի այսպես շարունակություն կարող ենք դիտարկել, որտեղ եւս Միացյալ Նահանգները կարևոր ներկայություն էր եւ այդ ձևաչափով Հայաստանին տրված ուշադրությունը վերաբերմունքը կարծես գործնական մակարդակում շատ հետաքրքիր զարգացում ունեցավ արդեն 2025 թվականին փաստորեն մենք երկու հիմնարար ձեռքբերում ունեցանք եւ Միացյալ Նահանգների ուղղությամբ եւ Եվրամիության փաստորեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները անկախ մեր այն եվրաինտեգրացիոն ընթացքից մենք Եվրամիության հետ այո ձեռք ենք բերել ռազմավարական գործընկերություն եւ այս ամենը գալիս եւ տեղավորվում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների մեջ։ Սա ունի տարածաշրջանային չափում։ Սա ունի ժողովրդավարական չափում եւ ժողովրդավարության սպառնալիքների դեմ պայքարում համատեղ ճակատով հանդես գալու չափում եւս ինչի հետ կապված նաեւ եղան հայտարարություններ։ Եվ նաեւ սա սերտորեն առնչվում է այն 12 տարի առաջ տեղի ունեցած այն աղետի, այդ վթարի, այդ խայտառակության հետ սեպտեմբերի 3-ի 13 թվականի եւ Հայաստանը ըստ էության սրանով իսկ մեր հարաբերությունները Եվրամիության հետ վերադարձնում է արդեն այդ կետին, այդ մեկնակետին եւ այդտեղից մենք նոր մեկնարկի այսպես հարթակ ենք ձևավորել եւ հնարավորություն ենք ստեղծել 12 տարի անց մենք նոր կարողացել ենք այս ամենը հաղթահարելու մեկնարկի մասին խոսել, բայց սա կրկնում եմ մեկնարկ է ընդհանրապես դեռ անցնելիք ճանապարհն առջևում ռազմավարական գործընկերություն Եվրամիության հետ սա հնարավոր է դառնում նաև անցյալ տարի ճիշտ այս նույն ժամանակահատվածում մեր կարևոր մի նախաձեռնության արդյունքում Հայաստանում փաստորեն ստորագրահավաք է սկսվում քաղաքացիական նախաձեռնությամբ, քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում մեր կուսակցությունը Հանուն Հանրապետություն, Հայաստանի Եվրոպական կուսակցություն եւ քաղաքասարակության շատ պատկառելի կազմակերպություններ, պլատֆորմներ, ներկայացուցիչներ, այո։ Մենք միասնաբար այդ անհրաժեշտ ստորագրահավաքը իրականացնում ենք, իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ դժգոհում են, դժկամությամբ, բայց այնուամենայնիվ մեզ հաջողվում է համաձայնության գալ եւ օրենքի տեսք տալ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ։ Մարտ ամսին ընդունվում է օրենքը եւ հիմա մենք այս աստիճանի առաջընթաց ունենք։ Արդեն մի քանի մակարդակներում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումներում դրան նախորդած նաև ինչու՞ չէ Եվրախորհրդարանում վարչապետի հայտնի ելույթը, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ այնքան, ինչքան Եվրամիությունը պատրաստ է ընդունել մեզ, կարծես այս հարցերը արդեն ակտուալ չեն, որովհետև ռազմավարական հարաբերությունների այս հաստատումը
ուղակի Հայաստանին այլընտրանք չի թողնում արագ գործել եւ օրինակ հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության համար։ Երաշխիքներ ստեղծել սեպտեմբերի 3-ը չկրկնելու համար, հա, պայմաններ ստեղծել, որոնք կբացառեն նման բանի կրկնությունը։ Ես տեսնում եմ այդ երաշխիքները, ավելին Արարատ Միրզոյանին կցանկանամ մեջ բերել, որ ուղիղ տեքստով ասած, որ այս ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելով մենք չենք արձանագրում որպես մեր ամբիցիաների վերջը։ Եվ վկայակոչում է այն օրենքը, որը ընդունվել է Հայաստանի կողմից, նաև շեշտելով, որ դա քաղաքացիների ուղիղ ուրեմն այսպես պատգամն է Հայաստանի իշխանություններին։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Լավ, բայց դրան ինչ է հիմա հաջորդում եւ ինչումն է հապաղումը։ Հաջորդումը հետո մենք շարունակում ենք խեղդվել, մեր տնտեսությունը խեղդել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ուրեմն տնտեսական համակարգի հիբրիդային պատերազմի։ Մենք շարունակում ենք գտնվել հիբրիդային հարձակումների տակ, միևնույն ժամանակ այդ հարձակման գլխավոր հերոստալիքները շարունակում են մեր հանրային մուլտիպլեքսում հեռարձակվել։ Կներեք, մենք շարունակում ենք գտնվել ՀԱՏՄ-ում, մենք շարունակում ենք հապկում գտնվել եւ առնվազն արդեն օրենքի ընդունումից հետո, մարտին օրենքի ընդունումից հետո եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը ասում էր, որ շատ տրամաբանական կլինի, որ մենք անմիջապես DCFTA-ի շուրջ, հա, սկսենք բանակցել, այդ ուղղությամբ որևէ քայլ արված չի։ Մենք նույնիսկ այն կիսատ պռած սեպան մինչև վերջ չենք իրականացրել։ Իհարկե դա չի խանգարում, որ մենք այնուամենայնիվ այդ քայլին ձեռնամուխ լինենք DCFTA-ին միանալու, բայց DCFTA-ին համաձայնագիրը առաջ մենք ՀԱՏՄ-ից պիտի դուրս գանք։ Հիմա չենք կարող մենք բանակցել այլ մաքսային տարածքին միանալու շուրջ, բայց մնանք ՀԱՏՄ-ում։ Տարվա վերջ արտգործնախարարների մինիստերիալը տեղի ունենալու, որտեղ հրավիրվելու է նաև Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը, ես կարծում եմ հիմա ժամանակն է արդեն այդ հարցերի մասին գործնական հարթության վրա արդեն խոսել, եթե ապա տարբերակով ու մենք հասկանանք մենք ինչ պետք է անենք ՀԱՏՄ-ից դուրս գալու, այսպես ասենք, հնարավոր հետևանքները առավելապես մեղմելու, ամորտիզացնելու համար այդ ամորտիզատորները մենք պետք է կառուցենք համատեղ Եվրամիության հետ։ Այստեղ ես ուզում եմ մի շատ կարևոր, այսպես ռազմավարական նույնիսկ հարթության վրա արձանագրումներ անել։ Տեսեք, մենք նայում ենք կա Ուկրաինայի հարց, չէ, հիմա էլ բանակցություններ են դեռ գնում, դեռ այս ընթացքի մեջ է։ Ուկրաինայի հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների մոտ, այսպես որոշակի խզում կա։ Միանշանակ է, մենք տեսնում ենք դրա մասին բաց տեքստով են խոսում։ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, այսպես ասենք, ռազմավարական տրամաբանության եւ բիզնես տրամաբանության մեջ եւս խզում կա։ Մենք այստեղ տեսնում ենք, ասենք, Ռուբիոյի մոտ մի պատկերացում, չէ, եւ նաեւ իր հատուկ ներկայացուցիչների մոտ, որոնք ըստ էության բիզնեսմեններ են։ Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանում, բիզնեսի եւ ռազմավարության մեջ խզում չկա, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ խզում չկա։ Սա շատ կարեւոր ակտիվ է մեր քաղաքականության հաշվարկները կառուցելու համար։ Սա շատ կարևոր է եւ որից մենք պետք է օգտվենք հնարավորինս արագ, հնարավորինս բարձր ՕԳԳ-ով եւ այսպես գործնական հարթության վրա
ամրագրելով այդ ամենը փաստաթղթավորելով եւ առաջ շարժվելով որովհետեւ դե բարձա չէ այս հարափոփող աշխարհում բոլոր հնարավորությունները ժամանակավոր են որոնք տրված են մեզ եւ մենք սրանից պետք է օգտվենք եւ այս իմաստով Եվրամիության հետ մեր գործընկերությունը պետք է օր առաջ այս փաստաթուղթը իհարկե դե այնպես ստացվեց որ այո ուշ պատկերացրածից էլ շատ ուշ կնքվեց բայց բարեբախտաբար ոչ ուշացած հա բայց միշտ չի որ այսպես պետք է լինի մենք պետք է շատ արագ ավելի աշխատենք մեզ ապահովագրելու այն կոնյունկտուրային բնույթի խոչընդոտներից, որոնք կարող են լինել մեր ճանապարհին։ Սա հարթ ճանապարհ չի լինելու։ Եկեք մենք ի սկզբանե մեզ համար սահմանենք, սա լինելու է դժվար ներսում, դժվար տարածաշրջանում եւ դժվար միջազգային ասպարեզում։ Սա փշոտ ճանապարհ է, որով մենք այո պետք է անցնենք, որովհետեւ սա այն միակ ճանապարհն է, որ մեզ Չէ, մենք իրականում անվտանգություն, տնտեսական զարգացում, այս բոլոր հարցերը փաստորեն դիմակայունություն եւ հատկապես հիբրիդային սպառնալիքների դեմ ուրեմն միացյալ այսպես ուժերով կանգնելու պատրաստակամություն, սրանք այն հարցերն են, որոնք դրված էին նաեւ ապրիլի 5-ին 2024 թվականին եւ ովքեր էին դեմ դրան ներքին քաղաքական հայտնի շրջանակները Ռուսաստանը եւ Ադրբեջանը եւ Ադրբեջանի հետ համերաշխ Թուրքիան։ Հիմա հասկանում եք, չէ, որ այս նույն նպատակները շարունակում են ուրեմն Հայաստանի եւ Եվրամիության այո կոնյունկտուրան փոխվել է բայց երբեք երաշխիք չկա որ այդ կոնյունկտուրան հետ չի շրջվի այսինքն մենք հիմա պատուհան ունենք սա այնպիսի հիմքերի վրա դնելու որ ցանկացած փոփոխվող նոր կոնյունկտուրան չկարողանա այդ հիմքերի վրա ազդել մենք վրացական օրինակ ունենք մեր աչքի առաջ կոնյունկտուրան փոխվել է եւ Վրաստանը ըստ էության ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գոնե այդպես է ներկայացվում գոնե այս պահին ճունի մերձեցման այն խորությունը այլևս այն տեմպը որ ուներ նախկինում Եվրամիության հետ Միացյալ Նահանգների հետ եւ ամերիկացի մեր գործընկերները եւ Եվրամիությունը ընդհանրապես այս պահին հաշվի չեն առնում նույնիսկ Վրաստանի գործող իշխանությունների հետ չեն էլ դիտարկում հետագա հարաբերությունների զարգացում բազային պահանջներ կան որոնք պետք է Վրաստանը կատարի նոր սկսեն ընդհանրապես խոսել նոր փուլի խոսել եւ սա հավելյալ խնդիր է մեզ համար մենք շատ ավելի ծանրակշիռ շատ ավելի ուժեղ կլինեինք այս համաձայնությունները կայացնելիս եթե Վրաստանը մեզ հետ նույն նավի մեջ լիներ Հիմա դա խնդիր է եւ խնդիր է նաեւ հարցը թե որքանով մենք կկարողանանք միայնակ այս տարածաշրջանում այս օրակարգը առաջ տանել։ Այստեղ շատ կարևոր է հետեւյալը, տեսեք, այո, Եվրամիությունը անհատական, հա, այսպես ասենք, ծրագրով աշխատում է յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ արժանին մատուցելով յուրաքանչյուրին, հա, դա դրական թե բացասական իմաստով։ Բայց մյուս կողմից էլ այս մերձեցումը հնարավոր դարձավ օգոստոսի 8-ի շնորհիվ, երբ արդեն ճանապարհ է բացվել տարածաշրջանի ֆրագմենտացիան հաղթահարելու համար։ Տեսեք, 2004 թվականը դարձավ մի ունիկալ տարի այն իմաստով, որ Եվրամիության այդ մասշտաբային այդպիսի լայնում մինչ այդ չէր եղել եւ դրանից հետո էլ չի եղել։ Բայց այստեղ ի՞նչն էր կարևոր։ Երեք Բալթյան երկրները արդեն Բալթյան խումբ էին ստեղծել։ Քարյակը արևելյան իսկ հիմա արդեն կենտրոնական Եվրոպայի համարվող երկրների Վիշեգրադյան քարյակ էին ստեղծել։ Այսինքն այդ տարածաշրջանայնացումը որպես այդպիսի
կարևորագույն գրավականն էր հաջող եվրոինտեգրմանը։ Մեր մոտ քաղաքական դիսկուրսում այնպես է, որ կարծեք թե եթե դու կողմ ես տարածաշրջանայնացմանը, իսկ մեր պարագայում դա ուղղակի ֆրագմենտացիայի հաղթահարումն է։ Դա նշանակում է կոնֆլիկտների հաղթահարում, եթե դու գնում ես այնտեղ, ուրեմն այդտեղ դու դեմ ես եվրոինտեգրման, սա աբսուրդ է ուղղակի։ Սրանք զուգահեռ փոխադարձաբար փոխսնուցող process-ներ են, որը մեկը մյուսին ուժեղացնելու է միայն։ Եվ հիմա եթե Ադրբեջանը թշնամաբար էր վերաբերվում եվրոպական ցանկացած մասնակցությանը, լինի դա բանակցությունների ձևով, թե դիտորդների այստեղ, թե Հայաստանի հետ առանձին հարաբերությունների հիմա տեսնում ենք Ադրբեջանն իր օրակարգով է ցանկանում Եվրամիության հետ համագործակցել, նույնիսկ մասնակցում է այն EFP ծրագրին, հա, այն ականազերծման հետ կապված ֆինանսավորում է ստանում։ Մենք հո դեմ չենք դրան, ավելի լավ։ Հիմա տեսեք, նաև շատ կարևոր է մենք մի քիչ մեր տրամաբանությունը փոխենք։ Ավանդական հայկական քաղաքական միտքը պահանջում էր, որ հետևյալ պատկերացում, որ մեզ լավ է, որ Թուրքիան խնդրեմ ունենա Եվրոպայի հետ։ Այ հենց խնդրեմա ունենում հովանում է հայոց սիրտը, հա։ Նույնը Ադրբեջանի պարագայում։ Եվ թե ինչ է լինելու այդ սիրտը հովանալուց հետո հաջորդ րոպեին մեզ առանձնապես շատ չէր հետաքրքրում։ Հիմա մենք այդ սրտահովանքը դնենք մի կողմ, խոսենք 4 հոգուց իրական քաղաքականության հետ կապ չունի եւ այստեղ այո մեր շահագրգռությունը պիտի լիներ որպեսզի Ադրբեջանը լինի մաքսիմալ մոտ Եվրոպայի հետ մոտ լինի որոնց հետ մենք ունենք լավ հարաբերություններ որտեղ Ռուսաստանի հետ ունեցած լավ հարաբերությունները Ադրբեջանի մենք դառնում ենք մանրադիր մենք դրա համար նույնը Թուրքիայի պարագայում Եվրոպայի պարագայում դա այդպես չէ, Ամերիկայի պարագայում դա այդպես չէ եւ ընթանում է խաղ կանոններով, ոչ թե ցույց է տալիս 35 տարվա մեր անկախության պատմությունը, երբ մենք խնդիրներ ենք ունեցել Թուրքիայի հետ, մենք նախորդիվ երբ խոսում էինք այդ Ղարաբաղյան այդ բանակցությունների փաստաթղթերի հրապարակման մասին, այդ հրապարակումը պարագրաֆները բաները դնենք մի կողմ, հենց դրա մասին է։ Մենք մանրադրամ ենք թե սուբյեկտ։ Այո, մենք տեսնում ենք այնտեղ մենք սուբյեկտ այնտեղ չէինք եւ ըստ ժամանակագրության մեր այդ սուբյեկտայնության են վերջին նշույլները մաշվում էին արդեն գարնանձյան ծածկույթի պես։ Հալվում գնում էր այդ ամենը։ Ահա թե ինչ է նշանակում եվրոինտեգրում, ահա ինչ է նշանակում սուբյեկտայնության ձեռքբերում ամենակարևորը, այսինքն ուշքի գալ, ոտքի կանգնել, ձեռք բերել դիմակայունություն, դիմադրողունակություն եւ ի վիճակի լինել ուրեմն դիմակայել այն սպառնալիքներին, որոնք տեսանելի եւ անտեսանելի ձևերով մտնում են պետությունը հյուծելու, պետությունը դեֆորմացիայի ենթարկելու, իսկ դրա համար գործիքները կարծես թե շարունակում են նույնը մնալ, կոռուպցիան շարունակում է որպես ազդեցության ահռելի միջոց մնալ, այդ իմաստով մեր դատական համակարգում մենք ահռելի անելիքներ ունենք, մենք չենք կարող Եվրամիության հետ ռազմավարական գործընկերություն հաստատել այս տեսակ դատական համակարգով։ Իրացնել այդ գործընկերությունը, այս դատական համակարգը ուղղակի կոռուպցիայի գործընկերն է, եւ եթե մենք ուզում ենք կոռուպցիայի դեմ պայքարել, այս դատական համակարգը, այս իրավապահ համակարգը ի վիճակի չէ։ Այո, այստեղ շատ կարևոր է Եվրոպայից այդ իրավունքի կուլտուրան, որ մտնի Հայաստան, որովհետև մենք խոսում ենք դատա իրավական համակարգից, այն իրավաբանությունը, որը գոյություն ունի Հայաստանում, այն պետք է դադարի գոյություն ունենալ, որպեսզի շարունակի գոյություն ունենալ Հայաստանը։ Դա գլխակեր իրավաբանություն։ Այո։ Այստեղ ես կարծում եմ մենք որևէ կերպ համահունչ չէ պետության կարիքներին, պետության առաջնահերթություններին ու անկեղծ ասած վերջերս մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ էի խոսում
որը նաև համակարգում էր իրավապահ համակարգը, նաև դատական իշխանության հետ կապված, ասում էր, որ դատական իշխանությունը պետության ընդհանուր օրակարգերից իրեն դուրս է դրել եւ իր անկախությունը ինքը ուրեմն պատկերացնում է հենց այդպես։ Դատական իշխանությունը չի կարող անկախ լինել եւ իրեն դուրս դնել Հայաստանի պետականության առաջնահերթ օրակարգերից։ Ինքը պիտի իր անկախությամբ շարունակի սպասարկել այդ օրակարգերը եւ ամրապնդել Հայաստանի պետականության ուրեմն նպատակը եւ դրա համար անհրաժեշտ գործիքները ու այստեղ հիմնարար հարցեր կան ընդհանրապես մեր դատավորները որքանով են համարժեք եւ որքանով են ի վիճակի այդ կարևոր առաքելության մեջ գործել։ Պարոն Բաբաջանյան, այս ամենը ինձ հուշում է, որ մեր առաջարկը, որ Հայաստանում շտաբ կարգով, այո, իրավաբանական, եվրոպական իրավաբանական դպրոց է պետք բացել, որտեղ հետայսուկը նախապատրաստվեն եւ մինչեւ այդ տեսանելի հեռանկարում կպատրաստվեն մեր նոր սերնդի իրավաբանները եւ կգան այդ առողջ սերնդափոխության արդյունքում մենք կունենանք միանգամայն նոր պրակտիկաներ եվրոպական պրակտիկաներ, որտեղ եւ պետք է դաստան կամ Եվրոպայում կրթություն ստացած հայ մասնագետները կամ հենց եվրոպացիները, այո, պետությունը պետք է վարձի նրանց եւ բերի այստեղ հանուն մեր ապագայի մեր հարկատուները այդ ամենը պատշաճորեն կգնահատեն, որ դա արվում է, այո, ինչի համար, որ յուրաքանչյուր կարևորը որպեսզի մենք այտենց խնդիր պիտի դնենք նաև եվրոպացիների առջև։ Այսինքն առնվազն պիտի հասկանանք, որ մենք խնդիր ունենք դատական համակարգում։ Մեր կուսակցության նախաձեռնություններից մեկն էլ հենց դա է, որ մենք եվրոպական պրակտիկաները այսպես մասշտաբային արմատավորման տրամաբանության մեջ նաև այո այդ քայլը պետք է նախաձեռնվի, արվի եւ մենք պատրաստ ենք մեր մասնակցությունն ունենալ դրանում։ Այո, Եվրոպական միության հետ կարծում եմ ահռելի է աշխատանքի դաշտը մենք կկարողանանք մեր ուշադրության դիտակետում պահել եւ հաշվետվողականություն ու թափանցիկություն պահանջել իշխանություններին, որպեսզի իրենց գործողություններում Եվրոպական միության հետ տարբեր ուղղություններով լինեն եւ արագ եւ ամենակարևորը որակյալ կոմպետենտ, այստեղ կոմպետենցիայի հարցը կա, որը մշտապես մենք բարձրացրել ենք, մենք բավարար գիտելիքի եւ փորձի մակարդակ չունենք եւ չափազանց կարեւոր է որպեսզի այս աշխատանքներում եւս մենք կարողանանք եվրոպացիներին խնդրել խորհրդատվական աջակցություն տրամադրել։ Այստեղ նաեւ Էլի մենք ոնց որ վերադառնում ենք անցյալում մեր կողմից հրապարակայնորեն բարձրացված հարցին, երբ մեր կառավարությունը իշխանությունը նման խնդիր է դնում իր առաջ, այն խնդիրը, որը բարձրաձայնվեց Բրյուսելում, դա պահանջում է նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ։ Մենք այդպես էլ տեսանք մի այսպես պիլոտային որոշում արտգործ նախարարությունում, երբ եվրոինտեգրման վարչություն է բացվել։ Գիտենք, օրենսդիր իշխանությունում էլ կա նման հանձնաժողով, բայց գործադիր իշխանության մեջ չկա այն օղակը, որտեղ այդ խորհրդատուները պետք է գան եւ աշխատեն։ Այո, ներքին գործերի նախարարությունը ստանձնել է այդ վիզաների ազատականացման այդ գործընթացի վարելը, ստանալով նաև այդ տնային աշխատանքը, պլանը Եվրամիությունից, բայց եվրոինտեգրումը միայն վիզաների ազատականացումը չէ, եւ սա շատ այսպես ասենք սխալ մի պատկերացում է, որ Եվրամիության հետ մենք այս ինչ անում ենք, դա առանց վիզայի այնտեղ որպես տուրիստ գնալու հնարավորություն է, դա չի։
Դա եվրոպական պրակտիկաներն են, դա եվրոպական ստանդարտներն են, դա եվրոպական առողջապահությունն է, եվրոպական սննդի որակն է, հագուստի որակն է, օդի որակն է, աղբի մշակման որակն է։ Ընդհանրապես այն հնարավորությունները, որոնք մենք տեսնում ենք ընդհանրապես Հայաստանի բոլոր մարզային բնակավայրերի համար, մենք այցելում ենք գյուղեր, մարզեր եւ տեսնում ենք կարիքը հենց եվրոպական մոտեցումների, եվրոպական ստանդարտների, եվրոպական ներդրումների եւ համոզված կարող եմ ասել առանց այդ համագործակցության մենք ուղղակի վիճակի չենք լինելու երկիրը դուրս բերել մեր այս ծայրամասերը այս երկրի հատկապես սահմանային բնակավայրերը դուրս բերել է տանդունդից առանց եվրոպական ստանդարտների, առանց եվրոպական մոտեցումների, առանց ներդրումների, առանց տեխնոլոգիաների եվրոպական աշխատանքի արդյունավետության բարձրացման, ջուր չենք կարող կառավարման որակի բարձրացման, ջուրը չենք կարողանալու կառավարել, արտադրված ուրեմն մթերքը չենք կարողանալու պատշաճ գնողունակ շուկաներում իրացնել անմշակ հողը մշակելու են կախված մնալ լարսերից ռուսական ամպիտան ուրեմն շուկաներից որտեղ հերանեկարները կախված են լինելու քաղաքական կոնյունկտուրաներից, քաղաքական նպատակահարմարություններից, այո, եւ դա անընդհատ մեզ կախված է։ Մեզ վրա ճնշման գործիք է աշխատելու մեր դեմ։ Ուրեմն ուզում ենք ազատվել եւ այս հնարավորություններից օգտվել, ուրեմն պիտի քաղաքական կամք դրսեւորենք, անհրաժեշտ նաեւ տնային աշխատանք կատարենք, ցույց տանք, որ հանձնառու եւ պատասխանատու ենք այս օրակարգի առաջ եւ դրանում պիտի գործնական քայլեր պիտի դրան հետևեն ու մենք պիտի նաեւ ավելի շահագրգռություն հանդես բերենք Եվրոպական միության անդամակցության հարցում ամեն անգամ այդ մեր որոշումը չպայմանավորելով իսկ եվրոպացիները մեզ պատրաստ են ընդունել ընդհանրապես մենք ներքին կոնսենսուս ունենք այս հարցում մինչեւ եվրոպացիներին այս հարցը տալը մենք ներսում համոզված ենք որ սա այլ ընտրանք չունի որովհետև այս հարցը մի կարևոր նաև 2004-ից առաջ տալիս էին լեհերը այո իսկ եվրոպացիները ուզում են որ լեհերը դառնան Եվրոպական միության անդամ իսկ հիմա ընդամենը 20 տարի անց դուք պատկերացնում եք Եվրոպական միություն առանց Լեհաստանի ասում են մենք լեհեր ենք, իսկ դա նշանակում է մենք եվրոպացիներ ենք։ Եվ ես վստահ եմ, որ ժամանակն է, երբ հայերը նույնն ասեն, անկախ նրանից, թե ով ինչպես կընկալի այս արտահայտությունը, բայց դա է իրականությունը։ Դա է մեր պատմությունը, դա է մեր ազգային արժեքներից բխում։ Այո։ Եվ մի այսպես ավելի պատկերավոր լինելու համար տեսանք մենք վարչապետ Մհեր Գրիգորյանը այց կատարեց Ադրբեջան, Գաբալա քաղաք, իրենց այդ օրակարգը Մուստաֆայևի հետ առաջ տանելու համար այդ դելիմիտացիայի դեմարկացիա, բայց այստեղ ուշագրավ այդ այցն էր։ Հիմա պայմանական Մհեր Գրիգորյանը այս գործերը առաջ տանելուց ինչպես իրեն կզգա, երբ Հայաստանն ունի Եվրամիության հետ այսպիսի հարաբերություններ եւ իր ակտիվում կունենա, հա, այսպիսի հարաբերություններ եւ երկրորդ տարբերակ, երբ նույն պայմանական Մհեր Գրիգորյանը դա չի ունենա։ Եվ հաջորդ մի շատ կարևոր մի բան, էլի մենք խոսում ենք տարածաշրջանացում եւ եվրոինտեգրում այդ հարաբերակցությունը, հա, այդ փոխսնուցումը այդ ամենի։ Երբ Թուրքիայից պատվիրակություն է աշխատում մեր պատվիրակության հետ Գյումրի Կարս երկաթուղին վերագործարկելու համար։ Նույնը այդ պատվիրակության համար այլ ընկալում է ձեռք բերում այս Հայաստանը, որը Եվրամիության երբ Հայաստանը միտված է դեպի Եվրամիություն կամ ուղղակի Հայաստանի շնչելու համար է պետք է ամենը։ Սա արդեն ուրիշ մակարդակի խոսք է։ Եվ ամփոփելով ուղղակի մենք մեր վերջնաժամկետը կարող ենք սահմանել Եվրամիության անդամակցության ուղղակի մեր նպատակը հայտարարելու իմաստով պիտի այսպես այդ
փաթեթը մեր ցանկության ամբողջացնենք մայիս ամսին, երբ Հայաստանում պիտի լինի եվրոպական համայնքի գագաթնաժողովը, կարծում եմ եվրոպական առաջնորդների առաջ Հայաստանը պիտի իր այս նպատակի վերաբերյալ հստակ հայտարարի եւ հայտնի դարձնի նրանց իր այս օրակարգը բանել ավելացնեմ այդ եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին հաջորդում է առաջին Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը հենց հաջորդ օրը մայիսի 5-ին, որը տեղի է ունենալու Երևանում եւ հենց դրա մասին նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Միրզոյանի Բրյուսել կատարած այցի ընթացքում։ Սա եւս կարեւոր է եւ մենք ունենք բոլոր հիմքերը, այսպես եւ նախադրյալները համարելու, որ այդ գագաթնաժողովը պետք է մի նոր առաջանցիկ քայլ արձանագրի մեր հարաբերություններում եւ նախանշի հաջորդ նախորդին Պուտինը արդեն հայտարարում էր, որ եթե եվրոպացիները ուզում են պատերազմել Ռուսաստանի հետ, իրենք անհապաղ պատրաստ են մտնել այդ պատերազմի մեջ, Հայաստանը առնվազն այս հնարավոր խոսակցության մեջ իրեն պիտի դիրքավորի եվրոպական կողմը եւ պատմության ճիշտ կողմը այո որտեղ Հայաստանը իր իրական գործընկերների եւ դաշնակիցների հետ է իր դիմացը ունենալով դավաճան հանցագործ ֆաշիստ այո այն սուբյեկտին որի երկրի զինված ուժեր ունենք մեր երկրում ռազմաբազա ունենք մեր երկրում մենք շարունակում ենք դրա հետ գտնվել նույն ռազմաքաղաքական դաշինքում սրանք կարևոր իրողություններ են մենք միաժամանակ չենք կարող Բրյուսելում ռազմավարական գործընկերություն հաստատել Եվրամիության հետ շարունակել մնալ հանցագործների հետ նույն թեկուզ թղթի վրա թեկուզ այսպես դե յուրե մնալ այդ ռազմաքաղաքական դաշինքում քայլեր են պետք համարձակություն է պետք խիզախություն է պետք եւ այստեղ ուզում եմ կանգ առնել նպատակադրում այո եւ շնորհակալություն այս զրույցի համար Ռուբեն ջան մենք առաջիկայում կհանդիպենք շնորհակալություն